Հիմա ես ձեզ ցույց եմ տալու ինչպես պետք է պատրաստել հնդկաձավարով եւ խնձորով արդեն երբ որ ձեր բալիկները սկսել են ուտել հիշում եք նախորդ անգամ ես ձեզ ասեցի որ պետք է երեխաներին փորձեք կամած ամեն օր 1 գթալ 2 գթալ 3 մինչեւ կհասնեք 50-70 գրամի հետո արդեն ավելացնելու ենք խնձոր, բրոկոլի, դդմիկ, կամած ես այսօր պատրաստելու եմ խնձորովը, կանաչ խնձորը կամ կարմիր խնձորը կեղևազրկում ենք, շոգեխարշում մի քանի րոպե, շատ քիչ, տեսեք, եւ ինչ ենք անելու, ուղղակի այս անգամ ցույց եմ տալու, մնացած անգամները մամաներ դուք ինձ համար կպատրաստեք եւ կուղարկեք, տեսնեմ ով ինչ է օրինել, ով ինչ է մտածել, տեսեք, փոշիացրած լցնում ենք մեր հնդկաձավարը տարայի մեջ լցնելու ենք եռմանջուր ինքը մի քանի րոպե այսպես մնալու է ծածկելու եմ թողնեմ մի քանի րոպե եւ մեր խնձորը պետք է բլենդենք, ավելացնենք կաշային։ Կարող ենք թողնել 1 քանի րոպե, ապա ավելացնել խնձորը, հետո բլենդ անել, որպեսզի սպասվի պյուրեա նման զանգված։ Մի քանի րոպե սպասենք, մեր կերակուրը կպատրաստի եւ սա տևելու է ընդամենը 7-ից 10 րոպե, բայց դուք կերակրելու եք ձեր բալիկներին առողջ։ Աստիճանաբար կավելացնեք բանջարեղեններ, հետո 1 ամիս նորմալ, արդեն երբ որ ձեր բալիկը մարսել է, կարող եք ավելացնել կամ հնդկահավի միս կամ ուղղակի հավի միս։ Հավի դոշա կամ բդիկը կապ չունի, ոչ մի տարբերություն չկա։ Եթե սիրում եք բդիկի փափուկ մասը, բդիկի փափուկ մասը արեք։ Եթե սիրում եք դոշի մասը, կարող եք անել դոշի մասը, ոչ մի տարբերություն։ Ուղղակի մամաներ, տատիկներ, շատ եմ խնդրում, երբ որ հավի միսը էփում եք, հենց որ կերա, կթափեք, մաքուր ջրով կլվանաք եւ կդնեք եփման ու պատրաստի արդեն մի կտոր միս կավելացնեք ձեր բալիկի կերակուրին, բայց ոչ հիմա, երբ որ արդեն ամեն անգամ աստիճանաբար դուք ավելացնում եք բանջարեղենները, 1 ամիսը լրանալուց հետո ավելացնում եք արդեն հավի միս, հետո արդեն կասեմ ինչ ենք անում, լավ? Ախ, ոչ մի համեմունք չեք ավելացնում, թողնում եք բնական, մրգային եւ մեր հնդկաձավարի համերը, որպեսզի երեխան հասկանա ինչ համերի է ուտում։ Լավ կլինի, որ դուք հարելուց հետո փայտյա գդալ օգտագործեք։ Մեր խուսը պատրաստ է, այսպիսի տեսք ունի, մի քիչ պետքա ջրալի լինի, որ երեխեքին հաճելի լինի ուտելը, հնդկաձավարի թեփուկները ընդհանրապես չի երևում եւ պետքա կերակրեք 3-ից 4 գթալ, ոչ ավել, հետո ամեն օր կավելացնեք քիչ, ասեցի, մնացած բաղադրիչները կամած, սիրելիներս, այս տեսակ պետքա լինի, շատ պինդ պետք չի լինի եւ շատ ջրիկ պետք չի լինի, ինքը պետքա խուսի տեսք ունենա։